Երբ կոճապղպեղը կտրատում կամ քերում ենք, այն արտադրում է ջինջերոլ ֆերմենտ, որը բերանի խոռոչի մեջ այրող զգացողություն է առաջացնում։ Կարծում այդ կերպ կոճապղպեղը պաշտպանվում է վնասատու միջատներից։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի կրծքամիս քարի սոուսով։ Կսկսենք կարմիր քարի մածուկ պատրաստելուց։ Վերցնում ենք փոքրիկ տապակը, լցնում ենք 1 թեյի գդալ մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, թողնում ենք բովի, որից հետո կտրորենք հավանգի մեջ։ Վերցնում ենք հարիչի ամանը։ Կոճապղպեղ ենք քերում 1 սանտիմետր։ Կոճապղպեղը նախքան օգտագործելը կամ հարկավոր է կլպել, կամ խոզանակով լավ լվանալ։ Ես խոզանակով լավ լվացել եմ։ Բացի կոճապղպեղից քերում ենք նաև սխտոր 3 բջեղ։ Սա տեղափոխում ենք հարիչի ամանի մեջ։ Եվ գործի ենք դնում հավանգը։ Համեմունքը տեղափոխելուց հետո տապակի մեջ բովում ենք 2 չիլի պղպեղ չորացրած։ Պտղակոթերը հեռացնում ենք և գցում ենք տապակի մեջ։ Տրորենք համեմունքը։ Որպեսզի լավ տրորվի, կառաջարկեմ մառանիկ ընկերության ծովյաղ 1 պտղունց։ Նախ ծեծում ենք, հետո տրորում։ Լավ տրորելուց հետո լցնում ենք հարիչի ամանի մեջ։ Չիլի պղպեղները չենք վառում։ Մի փոքր սևացավ։ Կարծես թե վատ չստացվեց։ Ավելացնում ենք նաև մաղադանոսի ցողուններ։ Մոտ 2 ճաշի գդալ։ Տերևները ավելի ուշ կօգտագործենք։ Երկու փոքր գլուխ սող, մանր կտրատում և լցնում ենք ամանի մեջ։
ավելացնում ենք 60 մլ կոկոսի կաթ, լեմոնգրասի սոուս 2 ճաշի գտալ, 1 ճաշի գտալ սոյա սոուս, 1 թեյ գտալ մեղր, կես լայմի հյութ, և հարում ենք։ Կավելացնել նաև Մառանիկ ընկերության կարմիր քաղցր պղպեղ, 1 թեյ գտալ, կարմիր քարի մածուկը պատրաստ է։ Անցնենք հավի կրծքամասին։ Այն մարինացնելու ենք հենց այս մածուկով։ Վերցրել եմ 600 գրամ հավի կրծքամիս։ Կտրում ենք հորիզոնական, վրան փռում ենք սննդային թաղանթ, ծեծում ենք հետը մուրճով, որպեսզի մսի հյուսվածքները թուլանան, ավելի ներփամ դառնա։ Որից հետո կտրատում ենք ձողիկների։ Լցնենք փակվող ամանի մեջ, նույն կերպ մշակում ենք մնացած միսը և մարինացնում։ Անմիջապես հավաքում ենք տախտակը, դանակը, լցնում ենք սոուսի 1/3 մասը մսակտորների վրա և մսակտորները պատում ենք սոուսով, որից հետո կթողնենք մարինացվի։
Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք մարինացվի։ Անցնենք առաջ։ Կերակուրը մատուցելու համար նախապատրաստենք կարմիր սոխ։ Կվերցնեմ 1 գլուխ կարմիր սոխ, կկտրատեմ այն կիսա օղակների, բարակ շերտերով։ Տեղափոխում ենք թասի մեջ։ Համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով։ Կարելի ասել 1 պտղունց աղով։ Պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, որպեսզի սոխը հյութը դուրս գցի։ Հենց սոխը հյութը դուրս գցեց, վրան ավելացնում ենք կարմիր գինու քացախ։ Եվս 1 անգամ տակնու վրա անենք և թողնենք մարինացվի։ Այս մարինացված սոխով վերջում կերակուրը զարդարելու ենք, մատուցել ենք նրա հետ։ Նախապատրաստում ենք մյուս 2 բաղադրիչները։ Դա մանգոն է և ավոկադոն։ Նախ կլպում ենք։ Մանգոյի կեսը, նախապատրաստում ենք մատուցելու համար, կտրատում ենք ձողիկների։ Մյուս կեսը նախապատրաստենք խավարդի համար։ Իբրև խավարդ մատուցելու ենք փլավ, սա կտրատում ենք խորանարդիկների։ Նույն բանը անում ենք ավոկադոյի հետ։ Կեսը մատուցելու համար, կեսը խավարդի։ Սա մատուցելու համար, սա խավարդի։ Կացայի մեջ ձիթայյուղ ենք տաքացնում, այսինքն բուսայյուղ, Սլոբոդա ապրանքանիշի, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Հենց բուսայյուղը լավ տաքացավ,
կտապակենք մանգոն եւ ավոկադոն։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով 1 պտղունց, շաքարավազով, քրքումով, կոկոսի քերուկով, մոտ 1 ճաշի գթալ կոկոսի քերուկ ենք լցնում, ավելացնում ենք մառանիկ ընկերության ժասմին տեսակի բրինձ, 1 բաժակ, «50 գրամ կոկոսի կաթ, 50 միլի, մեկ բաժակ եռացրած ջուր, 1.5 բաժակ, ևս մեկ անգամ խառնենք եւ մարմանդ կրակի վրա եփենք այնքան, մինչեւ հեղուկը քաշվի։ Գործի ենք դնում մեծ տապակը։ Նույնպես բուսայով ենք տաքացնում։ Սլոբոդա ապրանքանիշի, ձիթապտղի եւ արևածաղկի խառնուրդ։ Հենց բուսայովը տաքացավ, կլցնենք մարինացված հավը։ Ուժեղ կրակի վրա տապակում ենք այնքան, մինչև մսակտորները սկսեն կարմրել։ Որից հետո կլցնենք մնացած կարմիր քարի սոուսը։ Իսկ մինչ այդ հավաքենք սեղանը։ Ավելացնում ենք մնացած սոուսը, մոտ 100 միլի կոկոսի կաթ, մոտ 3 րոպե եփելուց հետո կավելացնենք կանաչ սոխ, մանր կտրատած։ Այժմ կառուցենք մատուցվող ափսեն։ Նախ դնում ենք փլավը, վրան հավը, մանգոյի եւ ավոկադոյի շերտեր, մարինացված սոխ եւ վրան շահ ենք տալիս մառանիկ ընկերության քունջուտ։
Վերջ, կարելի է ամբողջնել։ Հավի կրծքամիս քարի սոուսով։ Կարմիր քարի մածուկի համար քերել կոճապղպեղ, սխտոր, լցնել հարիչի ամանի մեջ։ Հավանգի մեջ լցնել բոված հատիկ սև պղպեղ եւ համեմի սերմ, ծովի աղ, ծեծել, տրորել, լցնել հարիչի ամանի մեջ։ Ավելացնել բոված կարմիր չիլի պղպեղի կտորներ, մաղադանոսի ցողուն, մանր կտրատած գլուխսող, կոկոսի կաթ, լեմոնգրաս սոուս, սոյայի սոուս, մեղր, լայմի հյութ, աղացած կարմիր քաղցր պղպեղ, հարել։ Հավի կրծքամիսը կիսել, վրան սննդային թաղանթ փռել, ծեծել, ձողիկաձև կտրատել։ Սոուսի 1/3 մասը լցնել մսակտորների վրա, լավ տակնու վրա անել, ծածկել, մի կողմ դնել։ Թասի մեջ լցնել կիսաօղակների կտրատած կարմիր սոխ, համեմել շաքարավազով, աղով, տրորել։ Հենց սոխը հյութը դուրս գցի, ավելացնել կարմիր գինու քացախ, տակնու վրա անել, թողնել մարինացվի։ Փլավի համար կացայի մեջ բուսայուղ տաքացնել, խորանարդիկների կտրատած մանգո եւ ավոկադո տապակել։ Համեմել աղով, շաքարավազով, քրքումով, կոկոսի քերուկով։ Ավելացնել ժասմին տեսակի բրինձ, կոկոսի կաթ, եռացրած ջուր, խառնել, մարմանդ կրակի վրա եփել, մինչև հեղուկը ներծծվի։ Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, մարինացված հավը տապակել։ Քիչ անց ավելացնել մնացած կարմիր քարի մածուկը, կոկոսի կաթ։ Մոտ 3 րոպե եփելուց հետո ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ։ Ափսեի վրա դնել փլավը, վրան հավը, մանգոյի եւ ավոկադոյի ձողիկաձև կտրատած շերտեր, մարինացված սոխը, վրան քունջուց շաղ տալ, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սմբուկ, պղպեղ, սխտոր, մածուն, սոյա սոուս, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։